Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և շարունակենք մեր հերթական վլոգը։ Նկարահանումներս կատարել եմ մարտի 24-ին, օրը շատ գեղեցիկ է, եղանակը շատ լավն է, իդեալական և սիրելիներս բարի լույս բոլորիդ օրս սկսում եմ, արդեն աշխատանքի վայրից գնում եմ։ Իմ սիրելի կորժոժիկ կաֆեն, չգիտեմ աշխատում են թե չէ, ժամը քանիսից են աշխատում, այսօր շուտ եմ եկել, հաճախորդից էլ եմ շուտ եկել, մի կես ժամ ժամանակ ունեմ, գնանք նստենք սուրճ խմենք մի հատ, Անա չեմ հասցրել, դեղերս խմել եմ դուրս եկել ազիվ, չեմ հասցրել սուրճ, տորեն բաց էր։ Կաֆեն գտնվում է հենց կողքի շենքում, այստեղ աղջիկներ են, որ ասում եմ մեզ արդեն ճանաչում են, երկու վաճառողուհի կան, մեկը միայն կիրակի օրերին է լինում, իսկ այս մյուսը անընդհատ այստեղ է և ճանաչում է մեզ մեր Кофе хочу. Что у вас есть? А вам не буду. Я ваши сладости красивые. Как мое утро начинается с вас. Եվ իհարկե ինչպես միշտ կողմնակի երաժշտության պատճառով խոսակցությունը փակեցի ու յուրաքանչյուր անգամ որ կաֆե եմ մտնում, սենց սրճարան եմ մտնում, Արկադի Դոմիկյանի երգն եմ հիշում, որ երկում սրճարան եմ մտնում, ես այդ երգը շատ եմ սիրում, ինչ ենք անում, նստում ենք մի բաժակ սուրճ, վերցրել եմ շոկոլադ, որը շաքարային մաս չունի, գրված է ուկրալի սախար, առանց շաքարի է, գողացել են շաքարը, այսպես կոչված, փորձում ենք սուրճ խմենք, վայելենք և կիսվում եմ իհարկե այս հաճելի իմ պահերով ձեզ հետ, իմիջայլոց ես սիրում եմ սրճարաններում, հատկապես այստեղ սրճարանը միշտ դատարկ է լինում, համարյա ոնց որ մարդիկ այնքան քիչ են, մեկ-մեկ են մտնում, տենց սիրում եմ այստեղ նստել, մտորել, միտքս մի տեսակ թեթևանում է, հանգստանում է, ուղեղս ոնց որ պերեզագրուսկա լինի, այսպես երբեմն կամպյուտերի ժոստկի դիսկը ոնց մաքրում ես, այդպես էլ ուղեղդ պետք է արանք մաքրես, այդպես ցանկություն է առաջանում, որ մի տեսակ թեթևանա, սպահի տակ ուղեղդ ասենք ցրվի, անջատվի, բայց դու չկորես այս կյանքից, այս աշխարհից ամեն դեպքում ու այդ դեպքերում ինձ օգնում է մի բաժակ սուրճը և մի փոքրիկ սրճարան, որտեղ կարող եմ ուղղակի նստել, վայելել լռությունը և սակավա ինչպես ասեմ, սակավ մարդկային հոսքը, հա, այսպես ասած, չէի ասի միայնություն եմ սիրում, որ մեկուսանամ, ուղղակի կասեի, որ մարդկանց քանակը մի քիչ սակավ լինի։ Այդպես, այստեղ արդեն գեղեցիկ գարնանային տրամադրություն է իրենց ձևավորումներով, կաֆեն իմ շատ սիրելին է, հանգստանում եմ շատ, որ նստում եմ, ճիշտ է, եղանակը բավականին տաք է, արևոտ է, բայց ամեն դեպքում ցուրտ է, նստել եմ հաստ շորերով, պլաշս էլ դեռ զիմնի է, հանեցի, բայց ամեն դեպքում մի տեսակ ցրտոտ է։ Այստեղ ձեզ հետ գեղեցիկ զրուցում եմ, բայց քանի որ կողմնակի երաժշտություն կա, ամեն դեպքում YouTube-ը փակում է երաժշտությունը, այսպես որոշեցի մեկնաբան եմ, համարյա նույն բաներն եմ ասում, ինչ որ այնտեղ էի մտածում, մտորումներս, միտքս թեթևանում է այստեղ նստած, ինչ եմ ուզում ձեզ ասել, որ բոլորիդ ուզում եմ լավ օր մաղթել, ուզում եմ, որ բոլորդ էլ ունենաք ձեր կյանքում մի գեղեցիկ անկյուն, սիրված վայր, որտեղ որ կարող եք դուք ձեզ ինքներդ շատ լավ զգալ, լինի դա սրճարան, լինի դա, չգիտեմ, ինչ որ մի հետաքրքիր վայր, բնության գրկում, չգիտեմ, ինչ որ ձեզ դուր է գալիս, այսպիսով ավարտել եմ աշխատանքս և իհարկե որ տուն եմ գնում, վերադարձի ճանապարհին որոշեցի մտնեմ խանութ, մեզ ռոլիկներ է պետք, բայց ահա թե ինչ գեղեցկությունների եմ, ինչպես ասում են, ռաստ եկել, հա, այսպես ասած, շարունակենք։ Այք իմ սիրուն ճուտիկներ են, ծիպիկներ, ճուտիկներ, մուտիկներ, ինչ ասես կան, ֆիալետովի, մի հատ ահա, այստեղ տեղիններ են, ես ինչա աղամաններ է, ես ինչա չեմ ժողում, հենց այնպես պրոստը դեկորատիվ, այսպիսի դեկորացիաներ ասարդած, այդպիսին են, շատ լիք սիրում հաներ կա, ես էլ են սիրում ես ինչա, կարելի է մի հատ վերցնել, կարմիր գույնի ոչ մի բան չունեմ տանը, թե ինչիս է պետք կարմիր գույնը, բայց կա հա այսպիսի կոմպլեկտ, չգիտեմ ինչի հավանեցի, ունեն շարունակություն, դե այդքանը չեմ ուզում, բայց որ ես մի հատը կարամ վերցնեմ, ես հաստատա, գնանք տեսնենք ինչ ենք եփելու այսօր,
красота. Перламутровые краски. Вам надо пакет. Можно купить Ничего себе, один. Кайс. Чего? Глянь. Ուրդ մենակ մանուշակագույն կշերք չունեի, տանին է բաց մանուշակագույն։ Ես էլ տեսա։ Դա դա ինչպես միշտ սրբիչներ ամեն օր եք սաղ մանուշակագույն։ Ես ինչ են լսել սաղ մանուշակագույն յուս աշխարհում։ Փշրեց աշխատողներն ինչեր թափեց չգիտեմ։ Ես ինչեր կան սիրտիկներով սիրուն։ Ես ինչեր են բիժուտերիա, ստրիկազա։ Այսպես սիրուն բաներ աստից մտեցին են, բայց լավ են։ Ժամանակակից գրիչներին տենում։ Մգնիկա, փղիկա, զատո մանուշակագույն ծաղիկներ կան, վարդագույն ծաղիկներ։ Նայ։ Սիրուն են, չէ, պանիրյալ, մուկը, սիրտիկը, այքես կժանոց։ Բայց ներքևները նայեք ինչեր կա, փղիկները։ Ցիկլավ ինչ-որ։ Այս սրտի կոկայուսակները դուրս եկան, սիրուն են, պուճուր։ Դա լես ձևի, ինչ-որ են նորությունները ցույց եմ տալիս ձեզ։ Այս ինչեր են դերել լցրել այսքան, այս ինչեր, ծելականները նարազնով հավաքելու համար։ Գնացինք, տեսնենք էլ ինչ կա ինչ նորություններ ունեն այստեղ շկաֆների համար։ Հենց այնպես եմ մտել, գիտեք այս խանութը, չէ, հենց այնպես չեմ մտել, մեզ պետք է ռոլիկներ առնենք, որ շորերը մաքրենք, շորեր, պիսոյի մազից, սաղ կատվի մազա մեր շորը, ռոլիս համար մի հատ սիրուն բան եմ ուզում, բայց չկաստե, իմ ուզածից մաշելա, որ իվան է թովում, ռոլիս մաշելա, պաստորեն, սեց կոկայինի, սպրտայնացելա։ Вот они. 99 рублей. Цена на квартирку. 99 на 59. Чем гател жаговорт. Найк. Защитный экран от брызга. Всего лишь 140 рублей. Ես մի հատ վերցրեց։ Գնում ես գազի պլիտի կողքին ու նոր ճաշ սեփում, որ բրզգս չանի, պատերը չկեղտոտի։ Այսպիսով ավարտեցի գնումներս եւ իհարկե արդեն տուն եմ գնում։ Այստեղ մուտքի առաջ էլ եւս մեկ տեսականի սիլիկոնե գրիչներից եւ գնումներս էլ ցույց տամ։ Բատոնչիկներ պրոտեինով, այս տոմնե շոկոլադը արդեն եմ բացել։ Պանտենոլ աշխատանքի համար եմ վերցրել։ Մեր պիսոյի մազերից ազատվելու համար ռոլիկներ բոլ, պոմիդոր, տեխնիկական մասը վերջանա, այս էլ նայեք։ Սիրուն էին շատ ուղակի գույները հավանեցի սենց սիրուն պիտուխա նկարած վրան։ Ես են զույգով վերցրեցի այնպես չի որ չունեմ, երշիկ եմ գնել, կարբոնատ, նայեք պերլամուտրովի կրասկի, շատ դուրս եկավ, չգիտեմ բայց ինչպիսին է, պետք է բացել նայել միասին, չամիչներ եմ գնել սենց պորցիաների նախորոք, ինչ եմ գնել պոմիդոր, էտա ինչա տոմատ, նա всякий տանավը չկար, էլի խլեպցի, այս բանը վերջը չդիմացա ես էլ առա, մի հատ էլ սպիրտ աշխատանքի համար, գուբկաներ, որը շատ եմ սիրում այս չափը, արժեն ուրեմն 1, 2, 3, 4, 5 հատը արժի 90 ռուբլի, 90 ռուբլի, այստեղ մեր մոտ մի հատ խանութ կա, իրանց մոտից եմ միշտ առնում, սեցևոյ չի էլի, տենց ու պիտյորճկայից այս համեղություններն եմ առել, որոնք շատ քիչ կիլոկալորիա ունեն ու շատ պալեզնի կոնֆետներ են, այսպես մրգերից ու չրերից է պատրաստված, без добавления сахара, առանց շաքարի, ու կալորիականությունն այստեղ լրիվ գրված է, ինչքան է, կալորիականություն բավականին բարձր է իհարկե, 100 գրամ պրոդուկտի մեջ, բայց ամեն դեպքում ավելի պալեզնի է, քան թե որ մասանյետը 200 գրամ, всего лишь 200 գրամ է ինքը։ Մի խոսքով всего-навсего երևի թե մի 600 կիլոկալորիա լինի այսքանը, բայց այդքանը դե մենք ոչ ենք ուտելու։ 600-350-ներ չեմ ջոգում օբշին։ Ոբշեմ, համենայն դեպս ինչ որ այա նաղդի շոկոլադ չի կամ էլ թե չէ վնասակար չէ։ Այստեղ տյոմնի շոկոլադ է, անցանք առաջ։ Դե սիրելիներս հերթական վլոգս եմ սկսում, այսօր ամսի 25-ն է, առավոտյան Քրիստինեի հետ եմ զրուցել, միջայլոց, բոլորիդ բարևում էր, պատրաստվում է հարսանիքին, դե դա վաղը հարսանիքն է,
Այդպես լավ տրամադրություն տրամադրեցին մեկս մյուսին ու դուրս եմ եկել գնում եմ գործեր ունեմ 3 պասպորտս հանձնեցի ամսի 24-ն էր տեսնենք երբ կլինի տան արդեն գարուն մանուշակներ են խաղում նկարում Քրիստ առավոտ մի փուժ մանուշակ էր ուղարկել ինձ ստեղ նայեք ինչ վիճակ է նախ աղբը ձյունը հալելա հələ ինչքան կեղտոտ է պատուհանների տակերը սա սիգարետի բաներ է շպրտած հետո նայեք հազիվ ծլել են մի քանի հատ ջուլպաններ այդ էլ ձնի տակ երևի ձնից տաքացել են այս աստեղի կարգավիճակը այդ են ջուլպանները դեռ գարուն կգայեն որ ասում է գնացինք ինչքան էլ որ սենց լավ արևոտ եղանակա ես ինչպես մի զիմնի շորերով սապոգներով այս պլաշը շատ հաստ է դեռ պլաշով սենց գնում ենք գնանք շուկան խոստացել եմ նկարեմ ցույց տանք ցույց կտամ հեսա շուտով հասնում եմ վաղուց չեմ եկել շուկայի մեծ մասը փակել են նայեք տատիկները նստած արդեն ստեղ կանաչի են վաճառում իրենց տան տնից բերած բաներն են վաճառում вербужа продают а сколько стоит обратно сейчас хотим 100 рублей верба и веткан Цагликнешь. А рынок где? Рынок закрыли? Раньше же и здесь был огромный рынок. Странно как-то. Короче, на якесь ехатороск չկա դարկա փակածը։ Փակել են այս ամբողջ տարածքը մեծ բազար ա եղել, չկա հիմա ամբողջը փակած է, հավաքած է։ Այ քեզի բան, մի հատ փոճուր տեղ են թողել։ Նրանք տենանք ինչ կա։ Այսքան եկան կես մի պստիկ բանն են թողել, մի սրեբա։ Մի պստիկ է, որ ասում մի պլոջիկ են թողել, իսկական պլոջիկի չափա։ Ահրալի տարածք անջեց, բանը փակած է։ Ինչ կոստե, որ ինչ նայես կամ ինչ օրնես։ Закрыли полностью. Какой-то бан, стекана չեն ծախում ես հետենամ։ Տենամ ինչ կա։ Կանաչ շեղենից։ Այստեղ ինչպես միշտ երաժշտություն կար միացրած, դե իհարկե շուկաներում ռաբիզ մաբիզ բաներ էր միացրած։ Մի խոսքով շուկան մեծամասամբ փակել են, մնացել է մի քանի հատ փոքրիկ այսպես լավկաներ եւ որքան հասկացա հույս կա որ երևի շուտով կբացեն։ Սա Լյուբերեցկի ամենամեծ շուկան է, պրոդուկտով է, այսպես մթերային շուկաներ, որը իրոք փակել են, մնացել է մի փոճուրիկ։ Շուտով կպարզենք թե ինչու են փակել։ Կանաչեղենից ուրեմն առայժմ դեռ սպանախեր դուրս եկած այստեղ որ կարող էինք գնել, մի քանի հատ սալատների տեսակներ եւ սովորական կանաչի սամիտ, տամ պետրուշկա, չգիտեմ ինչ մի խոսքով։ Մտածում էի որ շատ քանակի տեսակի կանաչիներ բերած կլինեն, բայց իհարկե որ ոչ ամեն ինչ այն էր, ինչ որ ձմեռնել է լինում, իսկ սպանախի 1 կիլոգրամը արժեր 1000 ռուբլի։ Նույնիսկ տավարի միսը հիմա արժի 700 ռուբլի 1 կիլոգրամը, իսկ սպանախը արժի 1000 ռուբլի 1 կիլոգրամը։ Ինչպեսի խայտարակություն բնային։ Արարած խանութ։ Ինքնենք դենանք հայկականը միշտ կա դավայցե։ Ոճարող չկա։ Ես բարև ձեզ, դուք եք ստեղ աշխատում։ Այս շուկան փակել են, այս ինչ է։ Ժամանակավոր, ապրիլի։ Այս մի քանի հատ օժկեն է։ Հա։ Խայտարակ բան։ Բեկոնը ձեր խանութ տեսա։ Մենք ստեղ ենք, մերը հայկական է, ամեն ինչ ունենք, ամեն Շատ ուրախ եմ։ Չէ վիդեոյի նկարում մեկ էլ տեսա դուք ստեղ եք ասեմ մտնեմ։ Ոչինչ որ նկարեմ ձեր մթերքները, հետևորդներս թող տենան։ Այս ինչ գեղեցկությունը։ Որն է ձեր պավիլյոնի համարը։ Արարատ խանութն է։ Ուղղակի անուն նկարեցի ես։ Հարազատ էր սրազը։ Ուղղակի հարցնեմ։ Պավիլյոն, вообще 33։ Հա։ Вообще ասեցի հարցնեմ առաջին անգամ ձեր խանութում միշտ անցել եմ, բան չեմ արել, սա հայկական ապրանք է, ժողովուրդ համեց եկով ուզում է։ Պրոստը լավաշ, հացեր, այս ստեղ են թխում։
հացերը Բան լյուբերցում էլի, ռյուտվում են։ Ռեուտը, հա, այնտեղ կանաչեղ են լրիվ ունեք, հələ սպասեք մոտիկից նկարեմ։ Այսինքն լրիվ մենակ հայկական է ձեր ապրանքը։ 90%-ը հա 10%-ը կարող է հայկական չէ։ Կարող ամենակ դա է։ Կարմիր լոբիներից է իման գալիս մեկ էլ։ Այս սրանք ինչ արժեն, որ այս լոբիները, կարմիրը։ Դրանք 500 են։ Հեն այնտեղ էլ կա։ Այնն 500, մեկ էլ սրանք։ 250 էլ հաճարն է։ Այս էլ Գորիսի լոբին է 950։ Այս սորտը գիտեմ։ Էսի 520։ բա ոսպը ինչքան լավն է, չեչևիցա, վայ։ Ես հեսա ձեր մոտից ոսպ կառնեմ։ Ստեղ դաժե բամյա կա, բամյա հայկականներից։ Լավ էր, ինչի եկել էի չգտա, բայց ձեր խանութը գտա։ Ես միշտ այն կոմերն եմ ֆրֆռում, այս կոմերը չեմ եկել ոչ մի անգամ։ Դե ասենք ընդ մոտիկա, հա, այդ ստանցիային մտնում ենք դուս ենք գալիս, անցնում ենք, ես չեմ խորանում։ Մաքսիմում ենք կոմերի վրա գնում։ Այս է հայկական լոբի։ Ու էսի ինչ արժի։ Այս մեշոկներով է։ Չէ, կիլոն է, Կիլոն 500 ռուբլի։ Կիլոն 500։ Հա, Այս սասիսկիները։ կանադական մեր սասիսկանն է Հայաստանի։ Հա։ Դրանք ինչ արժի։ Քյուֆտաներն են, կանադական սասիսկան 590 է։ Ջանա, տեղ եմ գնում, հետ գալուս այդ քյուֆտաները, եթե ես ցերեկով հետ եկա կառնեմ կփորձեմ։ Հատը 140 ռուբլի է։ Էսը Հա։ Գեգան ֆիրմային է։ Էլի իշլի քյուֆտեն է, 1100 է, 8 հատ է մեջը։ Խինկալին է տնական, խմոր ունեմ խաչապուրու։ Խաչապուրը, հա, այդպես է։ Հայկական սիգան ունեմ, եփելու։ Սառեցրած։ Ահա։ Սիգան ինչ արժի։ Կուլիչներ, կիլո։ Կիլոն։ Մի հատը մի կիլո չի եղնում, չէ, բայց իրանք փոճուր են։ Չէ, մի հատը 5 հատը լինում է կիլո կես։ Կիլո ու կես։ Էլի բոյազներ։ Էլի գնում եմ Մոսկվա գործերով։ Նայեք, վերևից ինչ սիրուն է։ Բոյազի գծերը։ Գնացել էի, որ շուկան նկարեմ։ Գները նկարեմ, ասի տեսնեմ մեր մոտ ինչ կանաչեղեն կա։ Փաստորեն շատ շուտ էր։ Կանաչեղեն չկա։ Առայժմ կա միայն բան, այն ինչա շպինատ ու սալատներ կակույտը, որը միշտ եղել է ամբողջ ձմեռ։ Խոսքով այսօրվա ճանապարհորդությունս էլի դեպի Մոսկվա է, շուկայի գործը չստացել, բայց հետո մի լավ աղջկա հետ ծանոթացա, ասում է կյանքը ինչ հետաքրքիր է, չէ, ոնց որ բաներն են, ոնց են ասում, աշխարհակալ օրերն իսկականից։ Ոնց գնում ես մի հայի հանդիպում ես, գնացի թե նկարեմ, հետեղի հայկական խանութում հայ աղջիկ էր, հերիք չի, պարզվեց, որ հետն են իմ հարևանուհիս է, մյուրց են նիզրա գվարյատ, հետա խոստացա, որ կուղարկեմ իրան վլոգը կնայի իրանց է խանութներ, նկարեցի ռեկլամ կանեմ։ Այսպիսով ուղղությունս դեպի Մոսկվա է, գնում եմ գործերով, գործերս ավարտեմ կամ տուն, երևի արդեն երեկոյան կմիացնեմ էլի ինչպես միշտ ուղիղ եթեր, տեսեք շրջան, լավ հետևորդներ, եթե կան մարդիկ ում հետաքրքիր են հայկական խանութի այդ մթերքները, գրեք մեկնաբանությունում հեռախոսահամար կթողնեմ, այդպես չեմ ցուցադրի, քանի որ մարդիկ ամեն դեպքում անձնական տվյալ են թողել։ Գործերս ավարտել եմ, Մոսկվա եմ հասել, մտա Տարկովի ցենտր մի բաժակ սուրճ խմելու, բայց որոշեցի, որ տուն եմ գալու։ Գեղեցիկ բակալներ էի նկատել, նկարեցի ձեզ համար, իսկ հիմա եկանք տուն։ Ես վերցրեցի շոկոյի ջանի մոտել, լավաշ վերցրեցինք, փորձենք տեսնենք ոնց նա իրանց մոտի լավաշն է։ Հայկական ստիլներ, տեսնենք այս սևանի դեպքում, բայց սառեցրած վերքից կապեգիատ են։ Տեսնենք ինչպեսին են հայ դեպքները, սենսին սառեցրած են մեկ հատված հաչ գիտեմ քանի հատ, ասեց սատիկի վաղտով մեկ քար մխստանան, բայց նայեք ես իրանք էլ վաղը չեն, իշքան լավն են, դեպքները խանենք, մաքրենք, տնենք, իպենք, ուտենք, չև զատիկը գածուկի կուտենք շատ ժամանակ անցնի, հելա մի հատ մարդամեգի նայք, ստարտում նստած, ոչինչ զատիկները եպենք սրանը կցեմ ստեից ձեզ մի սենյակ հատ սարքեմ հաց ուտենք, հատը հայկական կլոր կաթա եմ առել կտրեցի նայք մեջը, բայց շատ պապուկ է համով հավեսին, խորիզով, այս կլոր կաթաներից կտրենք,
Սուրճ խմենք ու անցնենք ընթրիքի պատրաստման գործին ժողովուրդ ջան։ Սենց պիսիկին գցեցի սենյակ, ձեղան մաքրեմ իշկա չկա ու անցնենք գործի։ Այսօր տունը չեմ եղել։ Մի տեսակ ոնց որ ջանը շրվում է շատ։ Քաղաք եմ դուրս եկել գնացել, մինչև գնացի եկա։ Մի տեսակ հոգնեցի։ Եվ իհարկե ինչպես միշտ ձուկը եփում եմ գոլորշու վրա, հա պատրաստեցի արդեն ամանները, ջուր եմ լցնում ներքևի ակացիայի մեջ եւ ապակի ամանը, որը արդեն անցքերով է հատուկ գոլորշով եփելու համար, տեղադրում եմ վերևի մասում, ինչպես անցած անգամ էի ներկայացրել, այդպես էլ խաշվում է արդեն ձուկը, արդեն կտրտել եմ, պատրաստել եմ, ձկան գլուխները ինչպես անցած անգամ ուղիղ եթերում ասեցի, մենք չենք ուտում, դեն եմ նետել, ավելի ճիշտ մի հատը փիսիկին տվեցի, մի հատը աղբը գցեցի, ամբողջ գիշեր փիսոն չթողեց քնենք, այդ մի հատիկ ձկան գլուխը խաղալով դես տարավ, դեն տարավ, ինչպես տեսնում եք արդեն պատրաստ է սիրելիներս, նստենք երեկոյան ընթրիքի, այսքանով ավարտեմ մեր հերթական վլոգը, ասեմ, որ շատ փշոտ ձուկ էր, մի տեսակ անհամեր դաժե, ավելի ճիշտ ոչ թե անհամեր, մենք են կարմիր ձկի համին ենք սովորել, մեր հայկական ձկներից հետ ենք վարժվել, նոր որ տեղափոխվել էինք Ռուսաստան, չէինք կարողանում հարմարվել ստեղի ձկների համին ու միշտ ձգտում էինք հայկական, այն ժամանակ դեռ չկար։ Իսկ ես ինչպես տեսնում եք ձկան պոչերն եմ ուտում միայն, որովհետև այնտեղը իմ համար ավելի մաքուր է, ճիշտ է մի քիչ ալանի է հենց պոչերի մասը, բայց ես դա եմ սիրում։ Այստեղ արդեն նախապատրաստում եմ, ուրեմն զատիկի համար ցորեն, որ պետք է ցանենք, նախապատրաստական աշխատանքները վերջացնեմ, այստեղ կադրը եւ գրեմ շարունակելի։ Կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս։